Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ եւ մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք միացել եք երկրի գլխավոր թոք շոուին եւ դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Բայդին Այլասովան 30 տարի առաջ որդուն լույս աշխարհ բերելուց կորցրեց աչքի լույսը, բայց չկորցրեց թորներին զգալու, ճանաչելու եւ միմյանցից տարբերելու ունակությունը։ Եսի Դավիթն 10 տարեկան չկա, ես էլ Հովանեսն 9 տարեկան չկա։ Տիկին Այլասովան ցավոք կորցրեց նաեւ իր ամուսնուն, ով նոր կին գտավ ու նոր ընտանիք կազմեց, իսկ ինքն էլ ստիպված եղավ միայնակ մեծացնել որդուն, Խամզային։ Միայն որդու չափահաս դառնալուց հետո ամուսինը հիշեց հայրական պարտականություններն ու եզդիական ավանդույթների համաձայն ամուսնացրեց Խամզային։ Ինչպես է, տարիներ անց հարսը ծեծի ենթարկելով կույր սկեսուրին հեռացել տանից։ Ինչու է մայրը նեղացել որդուց, ինչու որդին չի կարողանում ներել հարազատ մորը եւ ինչ անակնկալ հանդիպում տեղի կունենա երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում տարիներ անց։ Ճշմարիտ կուրություն կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր առաջին հյուրը տիկին Բադին Այլասովանը։ Դեպի ձեր ձախը։ Ստեղ մի հատ աստիճան կա, ոտքով զգացեք, ուզում եք մի քիչ առաջ, ու անմիջապես բազմոցնա, կարող եք պտտվել ու նստել։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ տիկին Բադին հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես սկսենք այնտեղից, որ դուք ծնվել եք։ Ծնվեցիք, մեծացաք ու դպրոց գնացիք մինչև 8-րդ դասարան։ Ինչի մինչև 8-ը։ Մինչև 8-ը շատ լավ սովորող երեխա եմ եղել։ Լավ գնահատականներով ուսուցիչի ուսուցչուհիների կողմից սիրված, հարգված երեխա եմ եղել, թե կարգապահությամբ, թե սովորելու պահով շատ լավ իրանց կողմից հարգված, սիրված երեխա եմ։ Եվ ինչու չուզեցիք այդ հարգանքը, ծերը եւ ձեր ուսումը շարունակել։ Իմ ցանկությունը շատ մեծ էր։ Նրանց առաջ սար գնացի, իմ քուրիկս նշանված էր, ինձանից 4 տարի մեծ էր այս քուրս։ Սար գնացի, իմ նախկին ամուսին ինձ ինտեղ տեսավ։ Ես 13 տարեկան եմ ել վաղ, որ ինձ տեսել է ինքը։ Աչք դրեց իմ վրա ու ինձ իր ուշադրության կենտրոնում պահեց։ Զգացիք, որ աչք դրեց։ Չէ, ասել էր։ Հետո էր ասել։ Հա, չէ, ասել էր, ցենց խոսքեր հասնում էր։ Ինձ երեխա եմ ել, շատ չի հասկանում ինչա կյանքը կամ ոնց պետք է լինի։ Մենակ ես լավ երգող եմ ել, շատ լավ երգում էի ու մտածում էի իմ խաղերի մասին։ Ուրիշ ոչ մի բանի չէ։ Որ արդեն հասամ 8-րդ դասարան, վերջի քննությունները 8-րդ դասարանում տվեցի։ Պապաս ինձ ասեց, այնտեղ կասես, որ դու դպրոց չես գնա։ Քո ավարտականը ատեստատը պահանջես։ Եվ այսպես ուսումը կիսած թողելով, համենայնպես թերի, ինչպես ասում են, միջնակարգ կրթություն ունենալով, սարում հանդիպելով այդ տղամարդուն, դուք առաջին անգամ նրան ձեր տանը տեսաք 4 տարի անց միայն, երբ որ առաջին անգամ եկան ուզելու, ճիշտ է։ Հայրը դեմ էր, չտվեց։ Չէ, չտվեց, առաջին անգամ չտվեց, դե չգիտեմ, չտվեց։ Երկրորդ անգամ որ եկան։ Որ եղբայրս պապայիցս մեծ տղամարդ էր։ Մոտեցավ ինձ, ասաց, սինամ, ասաց դու ուզում ես, որ մենք քեզ տանք այս տղուն, ես ձեն չհանեցի։ Որ ձեն չհանեցի, որ եղբայրս մամայիս ասաց, ուրեմն համաձայն է երեխան, որ ձեն չի հանում, ուրեմն համաձայնության նշան է։ Խոսք տվեցին իրանք, բերեցին քավուրի աղբերը, բերեց մատանին դրեցի մատը, ատենց էր մեր օրենքն, ատենց էր իմ վաղ։ Ու գնացիք կնության։ Արդեն մի տարի մատանին որ դրեց, մի շաբաթվա ընթացքում եկան ճոխ նշանտրեք արեցին իմ համար։ Եվ հետո որքան նշանված մնացիք։ Մի տարի 2 ամիս։ Այնուհետ տեղի ունեցավ հարսանիքը։ Այո։ Եզդիական բոլոր ավանդույթներով։ Այո։ Մեզ բոլորիս հայերին շատ հետաքրքիր է եզդիների հատկապես մի ավանդույթ, շատ տարածված, ծեծված խոսակցություններ խնձորի հետ կապված։ Այո։ Ավանդույթը եղել է։
Այո, բայց իրականում գլխին են տալիս այդ խնձորը։ Չէ, դե ոնց որ ընդունված լինի օրենք, ձևականություն, խնձորը կտրտում են ոչ թե։ Ամբողջովին են գլխին տալի։ Չէ, ամբողջովին չեն տալի, կտրտում են։ Ահա։ Անդի սինի են պահում հարսի գլխին, յանին որ չկպնի, դե հիմա այդ արդեն Ձեր դեպքում եղավ։ Չէ, գլխից չկպավ, սինին կպավ։ Չէ, սինին կպավ։ Լավ։ Ամուսնու հետ համատեղ կյանք եւ ամուսնու հետ բնականաբար սերնդի շարունակություն։ Ձեր առաջինը դուստր էր։ Նաթիլան։ Բերեցի Նաթիլային, արդեն որ զգացինք Նաթիլան հիվանդա, երկրորդ էլ ցանկացանք ունենալ, էդ էլ ծնվավ Թերեզան։ Թերեզան ապրեց 15 օր, իսկ Նաթիլան մի տարի 7 ամիս։ Ինչու՞։ Նաթիլան ինֆեկցիայով հիվանդացավ, մի քիչ բժիշկների անուշադրություններ, չկարողացան կոնկրետ բուժել, մի քիչ ես էլ երեխա շատ չի հասկանում ոնց կարող եմ պահել։ Մեկ օգնող մեծ չկար մարդիկ ովքեր։ Կան, դեպրագին կար, կիսուր կար։ Լավ, երեխաները ցավոք սրտի մահացան, ամեն մեկը առողջական իր խնդիրների պատճառով։ Այո, 15 օրվա ընթացքում երկուսն էլ մահացան։ Դրանից հետո չունեցա մի տարի։ Ուզում էիք չէր ստացվում։ Այո, չէր ստացվում։ Բուժումներով բանով դիմակս գիտից էր թե ինչից էր, մի քիչ ձգձգվեց, արդեն վերջի օրերն էր, մի 20 օր էր մնացել, որ ինքը լույս աշխարհ գար, սկսեց իմ մոտ շատ ուժեղ գլխացավ ու մարմնի թուլություն, սիրտ խառնոց, ես մեծ տեկորագինս ասաց, արի քեզ մի հատ անեմ բժիշկի գյուղում, մի հատ լավ բժիշկ կար, որ Մոսկվայից էր եկել, ինքը շատ լավ մասնագետ էր հասկացող, ամեն ինչից։ Էլա գնացի Նազարյանը առանց ձեռի շոշափումի, առանց անալիզների, որևէ բանի նայեց երեսիս, աչքերիս մեջ նայեց, ասաց, աղջիկ ջան, ասաց, ես քեզ խորհուրդ կտամ, որ դու ես երեխուն հեռացնես։ Մինչև 20, այսինքն 20 օր էր ընդամենը մնացել արդեն վերելու օրերն էր, վերջի մարտի համարյա վերջերն էր գալիս։ Իսկ ինչի խորհուրդ տվեց բժիշկը ձեր աչքերին նայելով։ Չգիտեմ ինքը ինչ կարծիք այդ ժամանակ։ Բայց չհարցրեցիք ինչի բժիշկ։ Հարցրեցի, չասեց, միայն ասեց, որ իսկ կարող եմ այդքան բան քեզ ասել, կամ դու կփրկվես, կամ երեխեն։ Ես էլ ասի, ինչ եք խոսում։ Ես երեխու կորուստ եմ տվել, պետք է ես երեխուն ունենամ մանավանդ բերելու օրերն է։ Ես իմ երեխուն կբերեմ, բայց ինձ էլ ինչ էլ նոմը թողա լինի։ Ինձ էս ձևով։ Լույս աշխարհ եկավ արդյոք երեխան եւ իրականում ինչ պատահեց այս ամենից հետո փոքրիկ դադարից հետո պատմում է երկրի գլխավոր թոք-շոուն։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, մի քանի րոպեից վերադառնում ենք։ Ճշմարիտ կուրություն կիսաբաց լուսամուտներից ներ, շնորհակալություն, որ մեզ հետ եք, մենք վերադառնում ենք կիսաբաց լուսամուտների տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Այն ստեղծված է, որպեսզի մենք միասին կարողանանք օգնել այն ընտանիքներին, որոնք դժվար կարծության մեջ են եւ իմ ու ձեր օգնության կարիք ունեն։ Վերադառնալով հիշեցնեմ, զրուցում ենք Տիկին Բադինի հետ։ Եվ այսպես բժշկի խորհրդին չհետևեցիք։ Մինչև ծննդաբերություն 20 օր էր մնացել ու դուք որոշել եք կոնկրետ, որ լույս աշխարհ պիտի գա ձեր տղան։ Այո, ծննդաբերելու ընթացքում նորմալ ծնվեց երեխան շատ հեշտությամբ, առանց որևէ խնդրի, ինչ որ պատկերացում չէր էսի, ոչ էլ չգիտեմ ինչ էր։ Այս ծնարանի լույսերը ամճապես անջատվեցին իմ վրա։ Այդ բան ոչ ոք չկար իմ կողքին, մենակ ես էի իմ տղան բալուլած, ես միայն իրանեն պահին տեսա, որ ծնվեց։ Սենց որ լույսերն անջատվեց, մի 15-20 րոպեից լույսերը չեկան, չմիացվեց էլի։ Գալի նայում էին ինձ, եթում էին քույրերը, մանկաբարձները, սենց այդ լույսերը գալուց հետո ինձի պալատ տարան։ Ինձի պալատ տարան, արդեն սկսեց իմ մոտ շատ վատ վիճակ։ Ինչով էր պայմանավորված վատ վիճակը։ Աչքերս չբացվեց։ Մեղվում է ասում է լույսը չի բացվում։ Անընդհատ խավար էիք զգում, հա։ Այո։ Բժիշկներին տեղյակ պահեցիք դրա մասին։ Ինչու։ 2 ամիս ես գաղտնիք եմ պահել, ես իմ մեղավորությունը զգում եմ։ Այսինքն 2 ամիս դուք չէիք տեսնում էիք շոշափելի ուղղակի սիլուետներ էիք տեսնում, եւ ոչ մի բան, միայն անկողնային պարկած։
Ոչ մի բան, ոչ մանեի գալի, ոչ Որևէ մեկը չէր զգում, որ դուք չէիք տեսնում։ Դե ես մամայիս ասեցի, եկավ ինքը ծննդատունը ինձ տեսավ, արդեն չդիմացավ։ Չէ, բայց 2 ամիս ձեր ընտանիքի անդամները չէին հասկանում, որ դուք սովորական տեսողությամբ մարդ չեք, որ կորցրել եք, խնդիր ունեք։ Ես ծննդատան բժիշկներին տեղյակ պահեցի, որ վիճակս լավ չի, բայց չեմ ասում, որ չեմ տեսնում։ Երեխուն բերում են մոտս, չեմ կարողանում կերակրեմ, անընդհատ լացում է երեխան, անհանգիստ է, չեմ կարում գլուխս ցավից բարձրացնեմ։ Ներվապատալոկն եկավ ինձ նայեց, ծննդատանը։ Ինչ ասեցին բժիշկները, սա ծննդաբերության արդյունքում է եղել կուրությունը։ Կուրուցկեր տեսողությանս ներվի վրա եւ ես չէի զգացել։ Եվ այն գլուխ էր բարձրացրել միայն ծննդաբերությունից հետո։ Բժիշկները մի քանի վիրահատություն են կատարում, որ կարողանան փրկել ձեր տեսողությունը, բայց այն չի հաջողվում։ Չի, չհաջողվեց։ Հիմա չեք տեսնում ընդհանրապես։ Ընդհանրապես չեմ տեսնում, բայց փառքաստուն, երևի մի 1000 հատ տեսնողից առավել եւս նորմալ է։ Դա այդպես դուք եք կարծում, բայց սկզբնական շրջանում ձեր սկեսուրը այդպես չէր կարծում, ճիշտ է։ Այո, իրանք իմանալով, որ ես պետք է լինեմ այս ձևով, մամաս գնաց մտավ պրոֆեսորի մոտ, ես էի պահանջում ավելի ճիշտ իմ տեսողությունը, իրանք ինձ պատասխանեցին, որ դու աչքի լույսով չես եկել մեր մոտ, քեզ մեզանից պահանջում, դու գոնե 0.5%-ով տեսողությունով գայր, քեզ կփրկեինք։ Մամաս էլ գնաց ասեց, որ կարող ես երկար չեմ ապրում, բայց ինքը չի տեսնում, այդ երեխայի վիճակը ոնց կլինի, գոնե խնդրում եմ օգնեք, թող մի քիչ տեսնի։ Իսկ պրոֆեսորը մամայից պատասխանեց, ասաց, տիկին, ասաց դու գնա, գլուխդ հանգիստիր բարձին, վաղը միսուր ինքը ձեզ էլ կպահի, իրան էլ կպահի։ Տիկի Բայդին, ձեր կուրությունը պատճառ է դառնում նաև ձեր բաժանության, ճիշտ է, ամուսնու հետ ում այդքան հավանեցիք, սիրեցիք, ապրեցիք, 8 տարի անց դուք բաժանվում եք ամուսնուց։ Այո, 8 տարի անց ինքը պապասի։ Դա նրա նախաձեռնությունն է եղել, ով է նախաձեռնել, որքան էլ որ տարօրինակ է, բայց ամուսինը չի եղել նախաձեռնողը։ Չէ, նախաձեռնողը իմ հարազատներն էին։ Ով կոնկրետ։ Կոնկրետ իմ քերիները, պապաս, ռոպերներս, հարազատներս պահանջում են իրան։ Ինչի էին ուզում, որ դուք ձեր ամուսնուց բաժանվեք։ Իրանք ուզում են, ասում են, այստեղ են մեղ կա, թող գնա պսակվի ընտանիք կազմի, մեկա դու իրան ենթակացես ոչ մի բան ծառայելու տան, այսինքն երեխա նորից ունենաս, չի ստացվի քո մոտ, թող իրան ինքը գնա իր կյանքը գտնի։ Ինքն էլ ելավ իր հարազատներով եկավ մեր տուն, մամայից տուն, թույլատրություն վերցրեց, որ յանիմ գնում է պսակվի։ Պապաս ասաց գնա արխային պսակվի, քեզ ոչ մեկը նեղություն չի տա։ Ես էլ ասի այեր, ես իմ երեխուն պահանջում եմ, դու իմ երեխուն տա ինձ։ Գնա նոր պսակվի, ես իրան չեմ խոչընդոտի, բայց պետք է իմ ասածով աղջիկ բերի, որ գոնե ինձ էլ նայի, հետագայում ձեր ծնելուց հետո իմ տղուն էլ նայի։ Պապաս ասաց չէ, դե գնաց պսակվեց։ Դուք գնացիք երկրորդ կնոջը այցի։ Այո, առաջի երեխան ունեցավ, գնացի մտատուն նվերով ամեն ինչով, ինքը չընդունեց ինձ։ Ինչու՞։ Չգիտեմ, էսքին է երևի իր մոտ խանդը շատ էր, ինքը չընդունեց, այդ իմ տարած շորերը ինքը կտրտեց, իմ ներկայությամբ չի իհարկե, իմ տիկուրագինը պապայիս բարեկամն է, ինքը ինձ պատմեց, որ ասել եմ Թամար, ափսոս է էլի։ Որդին ապրում էր իր հոր եւ արդեն խորտ մոր հետ։ Այո։ Տիկին Թամարի հետ։ Այո։ Երբ տեղափոխվեց ձեզ մոտ ապրելու։ Արդեն երկրորդ դասարանի կեսից։ 9 տարեկան չկար։ Ինչ որ դեպք եղավ, որի արդյունքում թե դուք վերջապես հասկացաք, որ երեխան ձեզ մոտ պիտի ապրի։ Չէ, հասկանում էի այդ վաղուց ինձ ոչ մեկը չէր հետևում այդ հարցով։ Նախկին ամուսինի հողամասը ծախում էր, տաղուն էլ վերցներ, որ Հայաստանից գնար 90-ական թվականներին։ Կեսուրս մարդ ուղարկեց մեր տուն, ասեց, որ թողա իր տղուն դեր կանգնի։ Իր տղուն վերցնում են, Հայաստանից գնան, հողն էլ ծախել են։ Եթե հանկարծ տարան իր տղուն, Թամարը չի պահելու, երեխուն վարի կտա։ Ես էլ էլա աղբորս, մամայիս, Հարիվանի ավտոն վերցրեցի մեքենան, գնացինք կեսուրիս տուն, որ երեխուն բերենք,
աղբերից գնաց մտավ ներս, երեխուն բերից դրեց գիրկս, նոր տարվա մի քանի ուր անցեր։ Երեխան գիրկս նստած երեխուն սիրում էի, մեկ էլ նախկին ամուսինս եկավ, երեխուն գրքիցս վերցեց ու տարավ ներս։ Մինչև իր գալը տղիս ասաց պապաս եկավ։ Ես ես վարորդին ասի մեքենան քշիլ, յանի փախցանում եմ երեխուն, որ չառնիմ ձեռից։ Բայց չհասցրեց վարորդ քշելու, երեխուն որ ինքը եկավ ձեռիցս առավ, աղբերս չհամբերեց ինձանից 12 տարի փուճուրա, ապտակեց իմ նախկին ամուսնուն, ընդ արդեն չթողեցին որ վեճ բան որ բոկվի, անցավ տենց, գնացի գյուղապետի տունը, գյուղապետին ասի դու որպես գյուղապետ կարող ես ելես հարցը լուծես, արի իմ երեխուն տուր ինձ, ես վերցեմ տանը երեխոս տանում Հայաստանից տանում մի բանի երեխուն ալնի։ Ու ձեզ հաջողեց դա անելը։ Այո։ Եվ մեծացրեցիք, դարձրեցիք տղա, ու ժամանակն էր բանակ ուղարկելու, բայց դուք ընդդիմացաք նրան զինծառայության ուղարկելու։ Ինչու։ Ինքը ինձ խնամակալ կոչվեց, առանց որևէ գլխացավանքի, առանց որևէ բանի, չտարան իրան բանակ, ասաց պապաս թող ինձ պսակի, տարավ պսակեց, ես էլ ես աղջկան ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ով են ինչ, ատենց անծանոթ մի հարսանիքին գնացի իրան։ Ինչպես ընտրեցիք բա այդ աղջկան։ Ես որ առաջի անգամ գնացի իր հարսանիքին հույր, ես այդ աղջկան որ տեսա շատ սիրեցի առաջին ինձի աղջիկ, նոր հետո հարցեի համ։ Տեսակ դուք ընդհանուր առմամբ եք ասում, որովհետև բնականաբար ցավոք սրտի առողջական վիճակից ելնելով չէիք կարող տեսնել։ Ինչը հավանեցիք այդ աղջկա։ Դե ձերի շոշափումով նայեցի շատ նիհար էր իհարկե, ես ընդեղ էլ ասեցի, ասի իմ հարցին դուք սկի հաց չեք տվել, խնդացին ուրախացան, ասին ինքը չուտող երեխա է, ամել չէր ուզում շատ չաղանար, բայց շատ նիհար էր, շատ։ Ատենց ես շատ սիրեցի իմ սիմպատիան բռնեց այդ երեխուն, բերեց հարսանիքը։ Նրանք ամուսնացան, 2 զավակ ունեցան եւ սկսվեց խնդիրները ձեր ընտանիքում։ Այո, իմ որդու եւ հարսի միջեւ։ Ինչն էր խնդիրը։ Իմ տղան ինքան լավ տղա էր, ասան, ինքան անկեղծ եմ ասում, նախանձելի ընտանիք էր իմ ընտանիքը։ Բա ինչն էր խնդիրը, այսինքն հարսի մեջ էր, որին եւս շատ սիրելի ու Չգիտեմ, իրանք իրար չհասկացան, արանքը ես տուժեցի երեխա։ Այ ոնց տուժեցիք։ Դե տուժեցի այն բանով, որ ես հարցից պատճառով իմ տղային տնից հանեցի, ասի թող իմ տան մեջ է շատ դեն չլնի էլի, չհասկացա ավելի ճիշտ, որ կարող է եւ իմ տղան այդքան երկար տանից բացակ։ Երբ եք վերջին անգամ զրուցել տղայի հետ։ Չի խոսում հետ։ Չենք խոսում իրար հետ մենք, հենց այդ բային, որ ես իրան ասեցի դու Հելշուրեր թավակի տնից գնա։ 3 տարի անց ճակատագրական հանդիպումը կիսաբաց լուսամուտների տաղավարում, նրանք այսօր կհանդիպեն այստեղ, փոքրիկ դադարից հետո, հեռու չգնաք։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, ճշմարիտ կուրություն, երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում մենք վերադառնում ենք։ Բայդին Այլասովան 30 տարի առաջ որդուն լույս աշխարհ բերելուց կորցրեց աչքի լույսը, բայց չկորցրեց թորներին զգալու, ճանաչելու եւ միմյանցից տարբերելու ունակությունը։ Եսի Դավիթնա 10 տարեկան չկա, ես էլ Հովանեսն 9 տարեկան չկա։ Տիկին Այլասովան ցավոք կորցրեց նաեւ իր ամուսնուն, ով նոր կին գտավ ու նոր ընտանիք կազմեց, իսկ ինքն էլ ստիպված եղավ միայնակ մեծացնել որդուն, Խամզային։ Միայն որդու չափահաս դառնալուց հետո ամուսինը հիշեց հայրական պարտականություններն ու եզդիական ավանդույթների համաձայն ամուսնացրեց Խամզային։ Ինչպես է տարիներ անց հարսը ծեծի ենթարկելով կույր սկեսուրին հեռացել տանից։ Ինչու է մայրը նեղացել որդուց, ինչու որդին չի կարողանում ներել հարազատ մորը եւ ինչ անակնկալ հանդիպում տեղի կունենա երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում տարիներ անց։ Ճշմարիտ կուրություն, կիսաբաց լուսամուտներից ներս։ Եվ 3 տարի անց մենք ձեզ համար անակնկալ ենք պատրաստել։ Ձեր որդին այսօր այստեղ է, ես հուսով եմ, որ դուք այս երեկո գոնե մեր տաղավարում կհասկանաք իրար։ Դիմավորեք Խամզային։ Բարի երեկո Խամզա։
Չէիր ուզում մայրիկիդ մոտիկ գնայր, հեռու նստեցիր։ Գիմբադին ձեր կողքին է ձեր որդին, գիտեք, կարող եք շոշափել նրան։ Չնայած որ դիմակով է եկել, որ իրեն չճանաչեն, բայց այնուամենայնիվ ձեր կողքին է։ Եթե դուք ձեր ձախ ձեռքը շարժեք, կզգաք նրա ներկայությունը։ Դուք իրարից նեղացած եք, ես հասկանում եմ, բայց Գիմբադին ձեր այստեղ լինելը մի նպատակ է հետապնդում, ճիշտ է, դուք ուզում եք ներողություն խնդրել ձեր որդուց և վերադարձնել նրան ձեր կյանքն, ինչպես և դուք վերադառնաք նրա կյանք, ճիշտ եմ ասում։ Այո։ Խնդրեմ, որդին էստեղ է, դուք կարող եք փորձել համենայն դեպս ներողություն խնդրել նրանից։ Չէ, կարիք չկա ինքը ներողություն խնդրի։ Նեղացած չես մայրիկից։ Նեղացածը շատ եմ նեղացած։ Բայց այնուամենայնիվ համաձայնել ես այստեղ ներկա գտնվել, չնայած նրան, որ դիմակով ես։ Պատրաստ ես ներես մամային։ Այո, պատրաստ եմ։ Լավ, արի հասկանանք ինչն է խնդիր եղել, հա։ Ինչն է խնդիր եղել, որ մայրիկը այդքան ծայրահեղ քայլի է դիմում և քեզ տանից դուրս է հանում։ Մենք ընտանեկան լուրջ խնդիրներ ունենք, մայրիկն էլ կնոջ կողմից էր, ես իրան միշտ ասում էի դու քո հարազատ որդուն թողնում ես, ուրիշի երեխուն ես պաշտպանում, հենց կոնֆլիկտները ավելի էր շատանում մեր ընտանիքում, դա էր հիմնական պատճառը։ Իսկ գուցե մաման կողմեր հարցին, որ ձեր ընտանիքը պահպանվեր, մի հատ մամայից գուցե հարցնենք, դժվար չէ, մաման այդքան դժվար քեզ ծննդաբերելուց, այդքան երեխաներ դրանից առաջ բաժան կորցնելուց, դժվար նա ուրիշի երեխուն ավելի շատ սիրեր, քան քո երեխային։ Գուցե նա ընտանիք էր ուզում պահպանել, մանավանդ որ գիտես, որ պապայի հետ էլ իր կյանքը չստացվեց։ Հոգեբանները ինչպես միշտ ամեն ինչ հասկանում են օդի մեջից, չգիտեմ ինչից զգացիք։ Խամզա, հենց քո կյանքի պահելաձևը, ոճը, քո երգիչ լինելը և տնից հաճախակի բացակայություններն են եղել ձեր բաժանության պատճառը, ճիշտ է։ Ես ընտանիքի համար էի բացակայում հիմնական։ Բայց այդ ընտանիքը քո կարիքն է ունեցել։ Դե, եթե մարդ ընտանիք է կազմում, հիմա մարդ կա, որ ամուսնանում գնում է Ռուսաստանի Դաշնություն, մի քանի տարի տուն չի գալիս, բայց չի նշանակում, որ լքել է իր ընտանիքը, տեր չի կանգնում։ Ուղղակի մեր մեջ կոնֆլիկտը ավելի շատ դա էր, որ ինձ միշտ ասում էր, սիրուն մի հագնվիր, մի դուրս մի գնա, Ռուսաստան մի գնա, գործի մի գնա, ու տեղից գալիս էր կոնֆլիկտները հիմնական։ Զոզայի քո կնոջ պահվածքի պատճառով դու պարզապես հեռանում ես գյուղից և ոտք չես դնում գյուղ ամոթի պատճառով։ Իրա վատ վերաբերմունքի, վատ արարքների։ Որոնք էին դրանք, այդ ինչ վատ վերաբերմունք ու Դե փողոցի մեջ դուրս էր գալիս գոռում էր, օրը մեջ գյուղապետարան էր գնում։ Ինչ էր պահանջում։ Պահանջում էր, որ, չգիտեմ, ես միջև վերջ չհասկացա, թե այդ մարդը ինչ էր պահանջում։ Ինչ էր պահանջում, չգիտեմ, գուցե բարձրաձայնել է, բայց մինչև վերջ եթե չի եղել, ինչ էր ուզում քեզանից։ Ասում էր, արի տուն, գալիս էի տուն, այսինքն դեռ կոնֆլիկտը կար։ Իսկ դուք որտեղ եք երգիչ աշխատում։ Ես հարսանիքներում։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր կնոջը։ Շատ լավ գիտակցում եմ, թե նա ինչ էր ասում։ Հարսանիքներից հետո ձեր տուն վերադառնալը, բան չնայած չեմ մեղադրում ես ձեզ, դուք ձեր ընտանիքն եք պահում, բայց ասենք պետք էլ չէր կնոջ հետ վիճել։ Անայդ, եկեք դեռ եզրակացություններ չանենք, որովհետև այս պատմությունը շատ սուր կողմեր ունի։ Տիկին Բադին, ինչի էիք հարսի կողմը այնուամենայնիվ պաշտպանում։ Դե հարսի կողմն էի, ասում էի թող ընտանիքը չքանդվի, ասում էի երեխեքը մեղք են, երեխա կա արանքը, թող չտուժեն։ Եվ մեկի փոխարեն երկու երեխա, Հովանեսը ու Դավիթը, որոնք 3 տարի է կույր տատիկի խնամքի տակ են։ Չկա մայրը և չկար հայրը։ Հայրը գալի գնում Արասան։ Եկեք երեխաներին էլ այստեղ դիմավոր։ Բայց իմ հետ չեր խոսում։
Բարև տղեկ, ոնց եք։ Լավ, Երբ եք մայրիկին վերջին անգամ տեսել։ 2 տարի առաջ։ Ահա։ Ոնց գնաց մաման։ Ես գնացի իրան ասեմ տատին մամա գնա տատին կոֆե սարքի տո տատին կոֆե խմի ինքը ելավ տատի վրա ջղայնացավ տատին էլ ասեց ես եթում եմ իմ պապայի տուն մաման էլ ասեց ես էլ էսա զանգում եմ իմ պապային գա ինձի տանի Այդտենց եկավ աղբորս դռան դեմը թողեց ինքը գնաց Մամային բան ունես ասելու, թե չէ, կարոտել ես մամային։ Չէ Ինչի։ Որովհետև ինքը աղբորս ռանդեմը թողը գնացել էր։ Երրորդ անգամն արդեն լքում է իրան։ Վայ։ Ջուդ դու էլ չես կարոտել մամային։ Ինչի։ Որովհետև ինքը ինձ թողել է գնացել է։ Իսկ մամային բան ունես ասելու։ Ոչ, 2 տարի է չես տեսել։ ոչ, Չես սպասում մամային։ ոչ, Չես ուզում հարցնես մամ, բայց ինձ ինչի թողեցիր։ չէ։ Հետաքրքիր քեզ չի։ Իսկ հիմա ոնց ես ուզում շարունակվի, տես, հայրիկը համենայն դեպս փորձելու է վերադառնալ անկախ նրանից, թե ինչ է տիրում գյուղում եւ նա պարզապես քիչ անց կպատմի, որ ամաչում էր եւ այլն եւ այլն։ Դու մամային բան չունես ասելու։ Ոչ, Իսկ մեզ ինչ որ բան ունես ասելու քո հայրիկի, տատիկի վերաբերյալ։ ոչ։ Եկեք երեխաներին տրավմայի չենթարկենք, ես ուզում եմ տաղավարից նրանք դուրս գան, որպեսզի մենք կարողանանք հանգիստ շարունակենք, խնդրեմ։ Առաջինը շնորհակալություն, երկրորդ ես հավատացած եմ, որ այսօրվա մեր հանդիպումը անիմաստ չի լինի։ Ոչ միայն տղան ու մայրը կհաշտվեն, այլ տղան պետք է հաշտվի նաև իր կնոջ հետ, որովհետև մեր եւ կյանքում եւ մեր օրենսդրությունը սահմանում է, որ ընտանիքը, մայրությունը, հայրությունը եւ երեխաները գտնվում են ինչպես մեր պետության պաշտպանության հովանոցյան, այսպես էլ հասարակության։ Իսկ ստեղ մենք հասարակության ներկայացուցիչներ ենք նստած ենք բնականաբար եւ երեխաները ունեն առաջնահերթ պաշտպանվածության իրավունք, դրա համար ես իմանալով հանդերձ նրանց եւ մորը եւ տղայի, ես իմ կողմից խնդրում եմ համ հաշտվի իր մոր հետ, որովհետեւ մայրը մնում է մայր, մանավանդ մեր եզդիները մորը շատ են ընդունում, դրան գումարած մենք մեր հայրենիքը մոր անունով ենք կոչում, մեր լեզուն մոր անունով ենք, սրբությունները լրիվ մոր անունով ենք կոչում։ Ուրեմն երիտասարդը պարտավոր է եւ հաշտվել իր մոր հետ, եւ երեխաների մոր հետ, որովհետեւ երեխաներին չպետք է զրկի մոր դաստիարակությունից եւ իր հոգատարությունից։ Դրա համար ես եւ խնդրում եմ եւ պահանջում եմ երիտասարդի, մանավանդ ինքն էլ ինձ գիտի եւ մայրը ինձ գիտեն, որ եւ քո մոր հետ հաշտվես եւ երեխաների մոր հետ հաշտվես, որտեղ ձեր ընտանիքը ես շատ լավ գիտեմ, լավ ընտանիք է եղել, մնում է միայն մեկը մյուսին ընդունեք ու ամեն ինչ ճիշտ հունով կգնա։ Երբեք երեխաներին անմայր մի Ես իմ մայրիկի հետ կբարիշեմ, իմ երեխեքին էլ, բայց ես համարում եմ, ես հավատացած եմ, որ էդ էլ կլինի։ Համենայն դեպս մենք փորձեցինք այս պատմությունը երբեք չեմ բարիշի նման մարդու հետ, որովհետև ես ինչ որ լսել եմ, ինչ որ ինձ ասել են, ինչի վերաբերյալ։ Ինձ զանգեցին, ես աշխատանքի վայրում էի։ Ահա։ Իմ հորոխբեր տղան, որ ինքը միշտ դեմ էր ինձ, այսինքն բոլորն էլ իմ դեմ էին դուրս եկել։ Ձեր պահվածքի պատճառով։ Այո, զանգեց, ասեց, որտեղ ես, ասացի աշխատանքի եմ, ասեց, մամատ գնաց, կինդ էլ գնաց, երեխեքը դռան դեմ են մնացել։ Ես էլ ասացի, ոնց կարա տենց բան լինի, որ մամաս միշտ իր հարսի կողմներ իրար հետ շատ լավ էին, ու ասեց, որ հարսը ծեծել է մամային դռան դեմը, կույր կնոջը, ես երբեք չեմ ների նման կնգան, ու իմ ընտանիք չեմ վերադարձնի։ Ինչ է պատահել, ինչի է ձեզ ծեծել։ Ինձ ասում էր տանից դուրս արի։ Ձեր իսկ տանից։ Այո, հարսս ինձ տանից դուրս էր հանում, չէր ընդունում ես որ գնամ, չէր թողում էր թորներից հետ կապ ունենամ, զանգում է իր հեռախոսի վրա չէր վերցնում, ասում է գամ մնամ երեխեքի մոտ, չէ, նստի քո աղբոր դու մորդ կողքը, ես ասում եմ թող հիմա եթերով ինքը լսի, ես ճիշտ եմ ասում,
ինքը ինձ մի անգամից վերցրեց ոզերի վրա։ Բայց տղադ որտեղը գնա տղուտ մոտը, որ ես պայն քո տղան քեզ չի պահում։ Ես ինձ պետք է քո խնամքը վերցնեմ իմ վրա։ Ես էլ ասեցի դեռ ես եմ քեզ խնամում, ես եմ քեզ պահում։ Չի ասել այն պահը, որ դու ինձ պահես։ Խանձան, ինչից ես ամաչել, որ չես գնացել քո մորը խնամելու, հա? Դու հարևանների համար ես ենթադրում որ չես ապրել։ Ուղղակի գիտեք ընտանիքի Ես ենթադրություններ չեմ անում, ես քո նախնական զրույցի խոսքերն եմ կրկնում, որ դու ամաչում էիր գյուղ մտնել։ Հեսա կասեմ ինչներ պատճառը, ես աշխատել էի բավականին գումարով, ասեցի ինչ եղել է թող անցնի, ու մարդ եմ վերցրել հետս, էլի բարեկամներից, Հովանեսի ծննդյան օրներ։ Գնացի կինս շորերս վերցրեց, շպրտեց դուրս, փողոցի մեջտեղը, ինչ որ տարել էի ուտելիք, երեխեքի համար հանեց շպրտեց դուց, ասեց ոստեղ հույրանոց չի եկել էստեղ մնալու, ինձ քեզանից ոչ մի բան պետք չի։ Ու սկսավ ճչալով, գոռալով փողոցի մեջ վազնել։ Գնում եմ հոպարի տղուն բերեմ, քեզ ծեծեն, հեսա թաղային եմ զանգում։ Ես էլ ասացի, այսքանից հետո ես ոնց կարամ վերադառնամ այս ընտանիք։ Բայց դուք հասկանում եք, որ 3 տարի, չասեմ կործանել եք, ամենայնպես թերի եք թողել ձեր երեխաների կյանքը, ձեր կյանքը ու ձեր մոր կյանքը, ձեր նախկին կնոջ պահվածքի պատճառով։ Իրանք են ինձ ասել գնա տնից, առաջինը մայրս կընկաս հետ, դեկտեմբերի 26-ին։ Համենայնդեպս մենք փորձեցինք գտնել նաև ձեր կնոջը, որտեղ է նա եւ ինչու չի զբաղվում սեփական երեխաներով։ Մենք հասցրեցինք կապվել Պարոն Տաֆուրի հետ, ով Զոզայի հայրն է, տեսեք թե ինչ է նա պատասխանում նրա աղջկա գտնվելու վայրի և թորների հետ հանդիպելու վերաբերյալ, նայեք։ Պարոն Տաֆուր դուք եք։ Բարև ձեզ, ես կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարից են զանգահարում ATV հեռուստաընկերության։ Մենք ուզում ենք ձեր աղջկա հետ խոսել։ Մի քանի հարցի կարող եք պատասխանել։ Ուզում եմ իմանալ, վերջին անգամ ձեր թորնիկներին երբ եք տեսել։ Ես դրա ժամանակը չունեմ, որ բան եղավ, ես երկորը իրար կտենալ։ Հասկացա, բայց դուք վերջին անգամ ձեր թորնիկներին երբ եք տեսել։ Ես չեմ տեսել թորնիկներին։ Իսկ իրենց մայրը, ձեր աղջիկը։ Երբ որ եկել այդ ժամանակվարից չտեսել։ Ձեր աղջիկը երբ է վերադարձել հայրական տուն։ Չեմ մանıb, ես հետո ժամանակ չունեմ, հիմա ուրիշ տեղ է, Եվ այսքանով ավարտվեց մեր զրույցը պարոն Տաֆուրի հետ։ Պարոն Տաֆուրը եւ նրա աղջիկը պարզապես ժամանակ չունեն ոչ մեզ պատասխանելու եւ ոչ էլ բնականաբար երեխաներով զբաղվելու։ 2 տարի էլ նրանք չենք տեսել։ Համամիտ չեն, որ պարոն Տաֆուրը եւ իր աղջիկը ժամանակ չեն, այլ ընդհակառակը, նրանք չեն ուզում, որպեսզի հրապարականացնեն իրանց այդ կյանքը, որովհետեւ իրանց կյանքը միայն իրանց է վերաբերվում։ Եվ երիտասարդը փողոց էր վազում, այդ ժամանակ չէր երիտասարդը ոչ թե մայրը պետք է իրանց ներողություն խնդրի, մի քանի անգամ կրկնեց։ Ինքը պետք է մեր ավանդությունների համաձայն ինքը պարտավոր է մորից ներողություն խնդրել եւ հարգելի մասնակիցներ, եթե կինը հասել է այդ օրվան, ասենք թողել է իր երեխաներին գնացել, բնականաբար ինչ որ պատճառներ են եղել։ Մենք միայն չենք քննարկում, որ կինը թողեց երեխան գա։ Կինը այն էլ մեր պայմաններում, մեր ավանդությունների պայմաններում երբեք կինը իր երեխային չի թողնում։ Չի թողնում։ Ես ձեր ավանդույթներից անկեղծ ասած տեղյակ չեմ, բայց ձեր ավանդույթների ներկան հենց հիմա կիսաբաց լուսամուտների տաղավարում է։ Եվ եթե դուք տեղյակ չէիք պատմությանը, ինչ որտեղ տեղյակ եմ ես։ Շատ լավ է, բա ձեզ հետաքրքիր չէ թե որի պատճառով է եղել։ Մենք ձեզ պիտի պատմեինք դրա մասին։ Չէ, ուղղակի ես գտնում եմ, որ եթե կինը իր երեխային թողեց ու հեռացավ, կամ եթե երիտասարդը ասում է, որ իմ կինը ինձ ասեց տուն մի արի, բնականաբար նա ինչ որ պատճառներ են եղել, որ թույլ չի տվել տուն։ Որը պիտի լինի պատճառ կույս կեսուին ծեծելու։ Եթե ամիսներով տուն չի եկել։ Չէ, ես հարց եմ ձեզ տալիս, ներողություն, ինձ ասեք, որը պիտի լինի պատճառ, ներողություն օրինակը շատ ավելի սուր բերեմ,
խնդրում եմ վիրավորանք չընդունեք, ոնց կընկալեիք այն հանգամանքը, որ ձեր կինը ձեր մայրիկին ծեծեր։ Ներողություն եմ խնդրում, էլի։ Չէ, ներողություն, տեկին բադին։ Իմ կինը երբեք իմ մորը չի ծեծել եւ Չէ, ես ենթադրաբար եմ ասում։ Բարեբախտաբար մեր ազգի մեջ, եթե նման բան լինում է, շատ հազվագուտ է լինում, եւ երկրորդ ես չեմ հավատում, որ այդ աղջիկը մորը ծեծած լինի։ Ընդամենը, լսեք միջև վերջ խնդրում, ընդամենը նա կարող ասել, եթե քո երեխան, այսինքն տղան, երիտասարդը իրեն չի պահում, իր երեխաներին չի պահում, տուն չի գալիս, ինքն էլ ուղղակի մեթոդ, միջոց է ման եկել, որպեսզի իր ամուսնուն հետ ու 2 տարի չի գտնում այդ միջոցն ու մեթոդը։ Գիտեք ինչ, ներողություն, ես մի հարց եմ ուզում տալ։ Այն ժամանակ, երբ որ ձեզ մոտ կոնֆլիկտներ կային, ձեր կյանքում եղել է մեկ ուրիշ կին։ Ոչ մեկ չի եղել։ Ես գիտեք ուզում եմ հավատալ ձեզ։ Չէ, ուղղակի կներեք։ Ինձ թվում է ձեր կինը հիմար խանդի հիվանդություն է ունեցել։ Ես թույլ տվեք չհամաձայնել, այստեղ լինում են նաև արվեստի մարդիկ, ովքեր կարող են օրերով տուն չգնալ, աշխատանքի բերումով։ Եթե դուք հարսանիքներում երգում եք, այո, կարող եք ուժ գալ, պետք է պարտավոր եք գեղեցիկ հագնվել, ունենալ ներկայանալի տեսք։ Ինչպես կարելի է օրինակ պահանջել, որ չէ, ինչ ես ակուրատնի հագնվում ու գնում։ Ես սա չեմ կարող հասկանալ։ Այդ ժամանակ ես միշտ Ռուսաստան էի գնում, այսինքն կար կազմակերպություն, որ ես աշխատում էի ու մեր գյուղում բոլորն էլ գիտեն, որ իմ ընտանիքը ամենալավ ընտանիքն ա եղել ու շատ լավ ա պահվել։ Հիմա ես մի հատ հարց եմ ուզում տամ, կրակն ընկանք, որ եզդի ենք ծնվել։ Մենք էլ ունենք մեր հոգեբանությունը, մեր աշխարհը հայացքը, մենք էլ տեսնում ենք։ Ներողություն, հարցը ում է ուղղված, որ դուք կրակն եք ընկել, որ եզդ եք ծնվել։ Դահլիճից ասում են մեր ավանդույթները, մեր այսպես, մեր այնպես։ Դահլիճից ասողում նկատի ունեք։ Ազգակցին է դիմում, հա։ Չէ, ես մեր ազգակցի հետ եմ զրուցում, հա։ Պարոն Շարոյանին եք դիմում։ Ուրախ եք ու ազգոտի եմ եզդի եք։ Չէ, ես շատ ուրախ եմ, որ եզդի եմ։ Ես չեմ ամանչում դրա համար, բայց ոչ թե ես, չգիտեմ։ Հարց եմ տալիս ես։ Ես ինձ ազգոտի եմ եզդի եմ, ես շատ ուրախ ազգոտի եմ եզդի եմ ես։ Դու դու ընկճվի։ Ես չեմ ընկճվում։ Դու բոլոր դեպքերում զաքսավորվել ես կնոջդ թե չէ։ Այո, զաքսավորվել եմ։ Հայրդուն ճանաչել ես 2 երեխաներին։ Այո։ Իսկ դու չես գնում ձեր մեղավորությունը այսօր երեխանի դասերն հարցով չեք զբաղվել դուք։ Ես զբաղվել եմ 3 տարի, երբ որ ես տանը չեմ եղել, ես եմ իմ ընտանիքի էլի պահել։ 3 տարի բացակայել գյուղից, 3 տարի բացակայել գյուղից։ Ճիշտ է, բայց հերրակա երեխաների խնամքով զբաղվել է ինչ ասում հերրակա, ինչ ասում հերրակա։ Տարիքան անգամ ես եկա երեխային տես 3 տարի բացակայել ես դու։ Նոր տարվա կաբաշտան, դպրոց հաճախելու ժամանակ։ Ինչ դրանք ծնողական։ Իմ առաջի երկրորդ երեխուն ես եմ դպրոց տարել առանց մայրիկի, որ մայրիկը ներկա չի եղել։ Եթե ինքը վիճել է մամայիդ հետ, բոլոր դեպքում մեղավոր դուք եք եղել։ Փոքրիկ դադար, որից հետո Խամզան ինչ անակնկալ է պատրաստել սեփական մայրիկին։ Իրականում շատ հուզիչ է լինելու, հեռու չգնաք։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, մենք վերադառնում ենք։ Մայնե դուք դադարի ընթացքում բուրըն վեճի բռնվեցիք, ինչն էր պատճառը։ Ես տեսնում եմ, որ կողմնապահություն կա, մայրը ներկա չէ, բայց այստեղ ունի 2 լավ պաշտպան, երևի ճանաչում են մորը եւ հորը, այսինքն տղայի կնոջը եւ հորը, դուք այստեղ դուք ասում եք 3 տարի դու այստեղ չես եղել, չես մարդը եղել է արտերկրում, եղել է աշխատանքային գործուղման մեջ, իսկ 2 տարի, ինչպես հասկացա, մայրը այստեղ է գտնվում, բայց չի տեսակցել իր երեխաներ։ Սրան ինչ կասեք։ Ինչու։ Խոսափողով պարոն Շարոյան, խնդրում եմ։ Պատասխանեք, դուք պատասխանեք։ Մանավանդ որ ծանոթ եք, եթե հերրակա կամ մոտիկից։ Բոլորին էլ ես ծանոթ եմ, այս թեմայով բազմաթիվ անգամ։ Ինչ շատ ավելի Զոզան է հետաքրքիր։ Այս թեմայով բազմաթիվ անգամ զրուցել ենք եւ երիտասարդի։ Պարոն Շարոյան, ինձ Զոզան է հետաքրքիր։ Այո, ասեմ։ Եվ երիտասարդի նորից կոչ եմ անում։ Պարոն Շարոյան, ինձ Զոզան է հետաքրքիր։ Ներողություն։ Եվ ներողություն խնդրել իր կնոջից ու վերադարձնել։ Բայց ինչու, եթե կինը թողել է երեխեքին դուք հիմա ես երրորդ անգամ եմ կրկնում Զոզա։ Այս պահին դուք դոնացել եք եզդի տղամարդուն։ Մի տղամարդ, որին դուրս են շպրտել, որի հագուստը դուրս են շպրտել, որին Ես չեմ հասկանում, ուզում եք, որ այդ մարդը իրակ կնոջ հետ կապած։ Հենց այդ հանուն երեխաների, իսկ մայրը հանուն երեխաների ինչի է պատրաստ։ Ինչի։ Երեխաները
ծնվել են եւ ոչ մի մեղ չունեն։ Որ իրենց մայրը թողել է իրենց 2-3 տարի գնաց։ Որ մայրը թողել գնացել է եւ մայրական այդ դաստիարակությունից, հոգատարությունից զրկվել են հոր պատճառով։ Եթե մայրը մայր չի ներողություն, մենք պատմածից ենք եզակացություն։ Դուք պատմությունը չգիտեք, հարգելիներս։ Պատմեք, որ պահը չգիտենք։ Ներեցը մի բան ասեմ։ Չգիտենք, պատմեք հասկանանք, ինչով է սխալ այս ընտանիքը։ Ես այդ համամիտ չեմ դու ասում որ մայրը մեղավոր չի։ Մայրը մեղավոր չի, այո։ Այո, մայրը մեղավոր չի։ Չգիտեմ մորը ինչ աստիճան հասել, որ լքել այդ երեխաներին։ Այո, որ թողել երեխայի են երեխաներին։ Ներողություն, բայց եթե գնում մի վարքյան, եթե իրեն ինչ որ աստիճանի էին հասնում, յուրաքանչյուր կին իր երեխաներին վերցնում ու գնում է։ Ես մի քիչ կասկածում եմ, այդ որ մայրն է թողնում երեխային ու գնում։ Հիշում եմ մի անցյալ տարի Ազիզ Փախի։ Երեք հատ երեխա էր թողել, բացի դա կինը մնացել էր 3 երեխաների դասերակցության հարցով զբաղվում։ Պարոն Շարոյան, եթե դուք ինչ-որ բաներ գիտեք, որոնք դուք հնարավորություն ունեք այստեղ բարձրաձայնելու, ասեք իմանանք ու փորձենք հասկանանք։ Պարոն Մուրադյան, ես ընդամենը եզրակացնում եմ, որ մայրը երբեք իր երեխային անտեղի չի թողնի։ Խնդրում եմ հավատացեք ինձ։ Այդ մեկ, երկրորդ։ Դե թողեք ավարտեմ նոր, հետո եթե պետք է խոսեմ, ուրեմն թողեք ավարտեմ։ Այո։ Երբեք մայրը չի թողնի եւ զավակին։ Մեկ, երկրորդ, այդ մայրը մի քանի անգամ է գնացել, մի անգամ չի գնացել։ Մի քանի, այս 3-4 տարի է այս պատմությունը։ Լավ, մայրը չի թողնի երեխային մի քանի անգամ։ Երեխաներին բերել է տուն, երեխային տարել է։ Մայրը մեծ երեխուն, որ ուղարկում է դպրոց, պահանջել է, որպեսզի հայրը գա մասնակցի այդ արարողություն։ Չի եկել։ Այս բոլորը նստվածք են տվել։ Հիմա եթե մայրը ստեղ լինել, ավելի ճիշտ կներ։ Դրա համար ես բոլորին Իհարկե շատ ճիշտ կլիներ։ Մնում էր ձեր ծանոթները, ում հետ բավականին մտերիմ եք եւ այսօր ինչպես հասկանում եմ ներկայացնում եք նրանց շահերը մեր տաղավարում։ Ես իրանց էլ եմ շանկամ, նրանք էլ ինձ բարեկամ։ Իրանք հենց այստեղ են ու մայրը։ Բոլորդ իրար բարեկամ։ Շատ լավ կլիներ որ նախ եւ առաջ պատասխանեին զանգերին, երկրորդ հերթին ինֆորմացիա տան եւ առավելագույնս հիանալի կլիներ եթե մենք իրենց տեսնեինք այստեղ։ Հարգելի Մուրադյան, ես չեմ ուզում ընտանիքը քայքավի։ Ես ընդհակառակը դուք խոսեք մի բանի մասին, որ անցյալ կատարյալով է։ Ընտանիքը եղել, փլուզվել է։ Ոչ, ընտանիքը չի փլուզվի։ Հիմա դուք համոզեք, ծեծեք այս տղային, որ գնա ամուսնու։ Ես այդ մարդուն չեմ ուզում, կյանքում չեմ վերադարձնի իմ ընտանիք։ Իր երեխաներին էլ տեր կկանի եւ խնդրում եմ Ոչ, երեխաներին խնդրեմ Տիկին Ծատուրյան, ես ուզում եմ ստեղ հնչեց ազգային պահը, ես ուրեմն այսպեսի մի բան ասեմ, նախ կիսաբաց լուսամուտների իմ մասնակցությունը, որը տեղի է ունեցել 3 տարի եւ ավել, երբեք չի եղել ազգության նկատմամբ որևէ ինչ-որ խտրականություն եւ բազմաթիվ ազգությամբ եզդի հյուրերի ներկայացում։ Եվ ռուսներ են եղել եւ եզդիներ։ Երկրորդը ինչ է, մի րոպե, ես ինչ էի ուզում ասեի, նաեւ որ մենք այդ բոլորս հասկանանք, նախ մենք միշտ ապրել ենք նորմալ եւ հայ ազգը, ես դա ասում եմ իբրև ընդամենը 1/4-ով հայ լինելով հանդերձ, երբեք ես չեմ զգացել ինձտեղ բոլորովին այլ մարդ։ Ուրիշ բան, երբ որ մենք պետք է նայենք ոչ թե ազգության բանով, այլ մենք պետք է նայենք մարդկանց մարդու որակի տեսակետից, որովհետեւ չկա վատ կամ լավ ազգ, կա թուլացած կամ չթուլացած որակապես մարդիկ, լավ եւ վատ որակի մարդիկ։ Դա ես անպայման ուզում եմ, որ մենք մտցնենք, որովհետեւ մեր խոսակցության մեջ, որովհետեւ այդ մի հատ բանը միջամտությունը մնաց օդի մեջ կախված։ Անահիտ Դուք ամեն կերպ փորձում եք պահպանել այս ընտանիքը։ Ես հասկանում եմ, մի քիչ, շատ քիչ ծանոթ եմ ձեր ավանդույթներին, որովհետև ունեմ շատ լավ եզդի ընկերներ։ Ծանոթ եմ ձեր ավանդույթներին, ծանոթ եմ ձեր այն ուժին, որ պահում եք, օտար երկրում պահում եք ձեր ազգը։ Ես ողջունում եմ դա, բայց տղայի ասածը Հայաստանը մեր համար օտար չի միջալոց։ Օտար հողը, ձեր հողը չի կներեք։ Ոչ։ Լավ, անցանք։ Տղայի ասածը, որ կրակն ընկանք եզդի ծնվեցինք,
այս տղան ունի իր հոգին։ Գիտեք ինչ, այստեղ ոչ հայ կինը, ոչ եզդի կինը, դա կին է, մայր է։ Ոչ մեկը չենք թողնի մեր երեխաներին։ Թքած ամուսնու վրա, ինչքան վատն է ամուսինը, մենք մայր ենք ծնվել։ Մեր սիրտն է այդ երեխեն, որ դուրս է գալիս ու քայլում մեր դիմաց։ Ինչ է նշանակում, ամուսինը հասցրեց նրան, որ երեխաներին թողնի։ Ամուսինը հասցրեց, որ եզդի ազգի համար սուրբ մայր է։ Ինչքան էլ ամուսինը հասցնի, դուք եք ասում, չէ, որ եզդիների համար մայրը սրբություն է, մարի եք կոչում դուք ձեր Աստծուն։ Բայց կարելի է կներեք, ես ձեզ լսում էի կներեք, կարելի է ծեծել մորը, կույր կնոջը, կինը, մի րոպե, այստեղ բոլորն են ասում բացի ձեզանից, բոլորն ասում են ծեծել է բացի ձեզանից։ Մեկ րոպե, պարոն Մուրադյան, այդ նույն կինը մի քիչ առաջ ասեց, որ իմանալով հանդես, որ պետք է կուրանա, երեխա է լուսաշխար բերել։ Լսեցիք դուք։ Վատ բան արել։ Շատ ճիշտ արել։ Բայց մայրը ինչի է թողել իր երկու երեխան գնացել։ Ուրեմն արեք պատճառներ իմանանք, ոչ թե այս պահով։ Արեք իմանանք։ Իսկ ինչ որտեղ պատճառներ ես գիտեմ։ Եվ երբեք չեմ ցանկանա պատճառը որն է, ասենք տղան ուշ է տուն գալիս, տղան դավաճանում է, ինքը պիտի թողնի իր երեխեքին գնա։ Եթե պատճառները ներեգություն, եթե դուք ունեք ձեր համայնքը եւ դուք բոլոր շատ կարեւոր մեծեր կան ձեզ մոտ, այո, որոնք որոշիչ դեր ունեն եւ բնականաբար ձայնի իրավունք։ Ավանդույթները մեր մոտ որոշիչ դեր ունեն։ Շատ լավ, այդ ավանդույթների բացակայության ուժի պատճառն է, որ այսօր այս ընտանիքը կիսաբաց լուսամուտներում է, որովհետեւ ներեգություն դուք իմանալով գուցե եւ հարթել եք ինչ-որ բաներ, ինչ-որ բաների վրա աչք եք փակել, այսօր ընտանիքն այստեղ փորձում է հարցին լուծում տալ։ Դուք ունեիք դրա ժամանակը, ներեգություն։ Դուք այդ կորցրել եք, հիմա մենք ենք անում, պարոն Գրիգոր։ Մի բան ես ավելացնեմ, ուրեմն Շարոյան, հա, պարոն Շարոյան, ես իմ խոսքը դեցեք դուք մի քանի անգամ պնդեցիք, ասիք նա պետքա կնոջից ներեգություն խնդրի։ Ուրեմն ես դες sense մի բան ասեմ, ճիշտ ասած կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարման ձևը նա է, երբ որ երկու կողմն են ընդունում են իրենց սխալները։ Եթե կա կոնֆլիկտալոգիա, ուրեմն 50-ը երկու կողմերը այդ կոնֆլիկտին մեղավորություն ունեն։ Չգիտես ինչի դուք ասում եք, դուք շատ բան գիտեք, դուք համարում եք, որ միայն տղան է մեղավոր, եթե նա պետք է ներեգություն խնդրի, իսկ աղջիկը տղամարդը մեղավոր է միշտ։ Մեկ, երկրորդ։ Հարցս միշտ ներեգություն, ես հասկանում եմ, որ մենք դեռ երկար կկարողանանք պարոն Շարոյանի հետ բանավիճել, բայց պարոն Շարոյանը կարող է մնալ ներեգություն պարոն Շարոյան։ Հանուն երեխաների պետք է հաշտվեն։ Ուրեմն առիթից ուզում եմ օգտվել հենց սկզբից երախտիկի խոսք ասել եզդիներին, որ մեր եղբայրներն են, իրոք շատ շնորհակալ ենք։ Իսկ ինչ վերաբերում է տվյալ դեպքին, եթե տան մեջ սերն ու խաղաղությունը չի տիրելու, ավելի լավ է չմիանան։ Եթե սերն ու խաղաղությունն է տիրելու, թող միանան։ Այդ Իսկ հիմա ներեգություն, իսկ հիմա անցնենք գլխավորին։ Ռամզա, ես գիտեմ, որ դու մայրիկին շատ կարևոր ինֆորմացիա ունես այսօր ասելու, այն մասին, թե ինչպես ես պատկերացնում արդեն ձեր ընդհանուր ապագան քո նախկին ամուսնության հետևանքով ծնված երկու երեխաների ներկայությամբ։ Կխնդրեմ մեզ ներկայությամբ մայրիկին ասես այդ ինֆորմացիան։ Հիմա այսպես մի հատ բան կա, քանի որ իմ ընտանիքի գլուխը էլի ես եմ, ես երբեք չեմ թուլացել, ու ես պատրաստ եմ իմ մայրիկին, իմ երկու երեխաներին պահելու, իրանց հետ ապրելու, որտեղ ես կամ որտեղ իրանք, այսինքն 5-րդ մարդը, որը որ կար մեր կյանքում երբեք չի միանալու մեզ, ես դրան դեմ եմ բացարձակ։ Եթե մեկը կուզենա ինչ որ առաջարկի, չգիտեմ, ես պիտի գնամ, ներեգություն խնդրեմ, ես երբեք չեմ խոնարհվի նման կնոջ առաջ։ Եթե նա ճիշտ լիներ, ես կխոնարհվեի, բայց նա ճիշտ չի։ Կներեք 1000 անգամ շունը, որ շուն է, ծննդաբերում է իր թուլեն բերանով վերցնում տանում է, որտեվ գիտի ինչ բան է մայրությունը։ Բայց այդ կնոջ մեջ չկա։ Խամզա, ես 7 տարի ապրել եմ այդ մարդու հետ։ Ես երբեք չեմ տեսել, որ այդ մարդը մայրական զգացողություն ունենա, երբեք չի եղել տենց բան։ Խամզա, դու մայրիկին ինֆորմացիա ունես ասելու այն մասին, որ քո կյանքում նոր Այո, ես ամուսնացել եմ։
Կասես մայրիկին։ Ու շատ երջանիկ ենք մենք միասին, քանի որ մենք էլ կողմ ենք, որ մեր մայրիկը, քանի որ մենք կանք, մեր մայրիկն է, ու երեխաներն էլ մերն են։ Ունեք երկրորդ ամուսնությունից երեխա արդեն։ Ոչ։ Դեռ այս երկուսն են։ Այո։ Տիկին Բադին, դուք ինչ ունեք որդուն ասելու, որովհետև դուք ուզում էիք հանդիպել այստեղ։ Խորնային է հրաժան, որ եթե իմ հարցը լավ մայրեր, մի քիչ ասենք Պարավական ձևով եմ ասում, ջիգերով մայրեր, եթե գլուխն էլ ծեծենք, նա պետքա չթողեր, եթե դռնից հանենք, պիտի ինքը լուսամուտը ջարդեր ներս մտներ։ Իսկ այսօր ինչ ունեք ասելու ձեր որդուն, որպես ավար։ Ինչ ասեմ իմ որդուն։ Խանզա մի հատ գրկի մամային պաչի էլի։ Իրականում սեր եւ իհարկե Ես հուսով եմ, որ այսօրվա հանդիպումից հետո այս ընտանիքի կյանքը շրջադարձային կլինի, որդին վերադարձավ ու հուսով եմ, որ կկարողանա երեխաներին ու մորը տալ այն ամենը, ինչ 3 տարիների ընթացքում բաց էր թողել։ Առողջ ու երջանիկ եղեք, կհանդիպենք ցտեսություն։